Բարև ձեզ։ Հայաստանում ձևավորվում է նոր ոլորտ՝ մասնավոր հետաքննությունը։ Եթե տարիներ առաջ նման բան միայն ֆիլմերում էինք տեսնում, այսօր այն արդեն իրականություն է։ Այսօր կխոսենք, թե ինչպես է ծնվում այս մասնագիտությունը մեզ մոտ, ինչ խնդիրների ու սահմանափակումների է բախվում եւ ինչն է այս գործը դարձնում հետաքրքիր, երբեմն նաեւ վտանգավոր։ Զրուցելու ենք առաջին մասնավոր դետեկտիվ Հայկ Գաբրիելյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ըստ էության դուք մեր իրականության Էրքյուլ Պուարոն եք։ Կարող ենք ասել այսպես։ Ասում են այդպես, բայց իմ ռուս գործընկերուհիները ինձ ավելի շատ նմանացնում են Մեգրեին։ Ինչպես սկսվեց գործունեությունը, ինչու որոշեցիք հանկարծ զբաղվել մասնավոր հետաքննությամբ։ Ես միշտ դրա բնորոշումը տալիս եմ այսպես. մանկության երազանքի, մասնագիտական եւ աշխատանքային կենսափորձի եւ գոլեգա գործընկերների երազանքի քիմիական սինթեզ։ Այսինքն ես երեխա ժամանակվան շատ եմ սիրել բոլորի պես սովետական միջավայրում մեծացած մարդ, ամենալավագույն գրականությունը, ֆիլմերը, դետեկտիվն են։ Դրանից հետո ներքին գործերի համակարգ, ոստիկանություն, մասնավոր անվտանգության համակարգ, տարբեր կազմակերպություններում ղեկավարել ենք ես եւ եղբայրս, եւ եկավ մի պահ, որ որոշեցինք ինչու ոչ։ Երկուսդ էլ իրավաբան եք։ Իրավապահ համակարգի փորձ ունենք 20 եւ ավելի տարիների, եղբայրս գնդապետ է Պայեստազորի, ես փոխգնդապետ եմ, ունենք շատ հետաքրքիր ճանապարհ անցած, մեր մի քիչ ավելի ընտանեկան է, հայրս գեներալ-մայոր է Պայեստազորի, ասենց գալիս է այդ ձևով, ու այդ ամեն ինչի ակումուլյացված էֆեկտը եղավ 2021 թվականին հիմնադրեցինք Հայաստանում առաջին մասնավոր դետեկտիվ ընկերությունը։ Ինչու կարիք կար, թե պարզապես ձեր հետաքրքրության ոլորտը փորձեցիք կյանքի կոչել։ Իրականում ես ձեզ այսպես ասեմ, ուսումնասիրել ենք անկախությունից ի վեր, այսինքն 91 թվականից ի վեր, մշտապես այդ պահանջը ծագել է։ Այսինքն փորձել են, օրենսդրական ակտեր են քննարկել եւ այլն, գնացել են այդ ճանապարհով։ Մենք գնացինք այլ ճանապարհով, հիմնադրեցինք կազմակերպությունը, սկսեցինք անդամակցել այլ միջազգային եւ համաշխարհային ասոցիացիաների, միությունների, բարձրացրեցինք հանրային ճանաչումը թե ներսում, թե դրսում, որից հետո արդեն կգնանք հաջորդ քայլերով։ Պահանջը կար, իրականում միշտ պահանջը եղել է դեռևս նախնադարից նմանատիպ բաների։ Ինչպես եք պատկերացնում գործ, այսինքն աշխատում եք արդեն 4 տարի։ Ովքեր են դիմում։ Հիմնականում ինչ խնդիրներով, անուններ պետք չի տալ, բայց կարող ենք գործի մասին խոսել։ Անունները միանշանակ տալ չի կարելի, որովհետև հաճախորդի կամ պատվիրատուի գաղտնիքը դետեկտիվի ռեպուտացիայի ամենակարևորագույն կոմպոնենտն է, որտեղ դետեկտիվին վստահում են այնպիսի գաղտնիքներ, որը շատ ժամանակ ոչ փաստաբարին են վստահում, ոչ բանկին են վստահում եւ այլն եւ այլն։ Հիմա մեզ հիմնականում սկզբնական շրջանում մեր ժողովրդին հետաքրքրող հայ ազգը մի քիչ ունի կարճ մտածելակերպ եւ երբ որ դետեկտիվ են տեսնում, պատկերացնում են սիրուհի, մանեկող կամ սիրած մանեկող։ 80% զանգերի առաջի շրջանում սիրային բնույթ էին։ Կենցաղային դրաման էլ, կենցաղային էլ չէ, հիմնականում հենց կանանք, սրանք գտնենք, նրանք գտնենք եւ այլն դավաճանություններ եւ այլն։ Բայց մեր մասնագիտական եւ պրոֆիլակտիկ աշխատանքի հանրային եւ մեդիա դաշտում տիրույթում մեր անընդհատ բոլոր սոցիալական եւ այլ արտակներով մեր զրույցների, մեր պատմությունների, հրապարակումների արդյունքում մարդկանց մոտ փոխվեց կարծիքը, որ դետեկտիվը պիտանի է հասարակության բոլոր շերտերին, թե ֆիզիկական անձանց, թե իրավաբանական անձանց։ Հիմա մեր հիմնական ուղղվածությունը դա կորպորատիվ անվտանգության ապահովման տիրույթն է, բիզնեսի անվտանգության ապահովումը, ֆիզիկական անձանց մասը ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում դետեկտիվ բիզնեսի կազմում է 10-15% է, հիմնական գերակշռող մասը կորպորատիվ անվտանգությունն է։ Ինչ ասել է կորպորատիվ անվտանգություն, ինչ է կանում։ Կորպորատիվ անվտանգությունը դա բիզնեսի աշխատակիցների, գործընկերների բարևարկության ստուգումն է, տրված տեղեկատվության ստուգումն է, օրինակ կան հիմնարկներ, որոնք կազմակերպություններ ունեն գրանցված ապրանքանիշ,
գրանցված ինչ-որ դեղորայք, պարֆումերիական բան, որի կեղծարարություն է լինում, դետեկտիվները նաև օգնում են այդ կոնտրաֆակտ կոչեցյալ հայտնաբերումը, դրանց վերանումը, աջակցությունը իրավապահ մարմիններին դիմելու հարցում։ Այսինքն դուք գործակցում եք իրավապահ մարմինների հետ։ Միանշան անկախ եք։ Մենք անկախ ենք, քանի որ մասնավոր ենք, այսինքն ինքը մասնավոր ընկերություն է, բայց դետեկտիվը միշտ պետք է քայլի իրավապահ մարմիններին զուգահեռ, քանի որ դետեկտիվն ըստ էության ինքն էլ հանդիսանում է հասարակության մեջ սանիտարական դեր կատարող մի մասնիկ։ Ինչ է անհրաժեշտ դետեկտիվ դառնալու համար։ Ինչ մասնագիտական կարողություններ պետք է ունենա դետեկտիվը, որպեսզի կարողանա ճիշտ աշխատել։ Նայեք, միջազգային պրակտիկայում հայկական, հետո կբերենք հայկական միջազգային պրակտիկայում դետեկտիվ դառնալու համար պետք է պարտադիր պայմաններ են գերակշռող մասնապետությունների իրավապահ համակարգում նախկին փորձ, դա կլինի ոստիկանություն, քննչական մարմիններ, անվտանգության մարմիններ եւ այլն, անպայման անալիտիկ մտածողություն, գաղտնապահություն, ազնվություն եւ ամենակարևորը բարեվարկություն, որովհետեւ դետեկտիվը եթե չլինի բարեվարկ, իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը կարող է այլ չար եւ վատ նպատակներով օգտագործել։ Ագաթա Քրիստին իր դետեկտիվին ստեղծելիս ամենակարևոր առանձնահատկությունը բացի դեդուկտիվ մտածողությունը նաև հոգեբանությունն էր շնորհել։ Այսինքն դա այն կարևոր հատկությունն է, հատկանիշն է, որ դետեկտիվը պետք է ունենա։ Ըստ ձեզ հոգեբան լինելը, հոգեբանությունը հասկանալը, մարդկային հոգեբանությունը վերլուծելը կարևոր հանգամանք է։ Միանշանակ շատ կարևոր, որովհետև տեսեք, մեր գործընկերները համաշխարհային ասոցիացիայում նաև կան պրոֆայլերներ, այսինքն մարդիկ, ովքեր հոգեբանական մասնագետներ են եւ կարողանում են կարդալ մարդու հոգին, այսպես ասած, եւ դետեկտիվն էլ պետք է տիրապետի այդ գիտելիքներին, այդ ունակություններին, որպեսզի ինքը կարողանա թեկուզ գործի մեջ հետաքննություն իրականացնելիս իրեն պատկերացնելով այդ հանցագործի դերում կամ որևէ զեղծարարի դերում ավելի մտածողությամբ ընկալի միջև խորքը եւ հասնի կատարել ոնց է կատարել, ինչպես է արել process-ին։ Ինչպես է կարողանում պահպանել բարոյականության եւ մասնագիտության սահմանը։ Անձնական իրավունքի պահպանության իրավունքը։ Տեսեք, դա ամենակարևոր կտորը ամբողջ աշխարհում մարդկության պատմությունից սկսած մինչև այսօր ավելի բարձր մակարդակով գնում է անձնական տվյալների պաշտպանությունը։ Ցանկացած անձի անձնական տիրույթը դա սահմանադրական նորմա, որի խախտումը շատ խիստ պատժելի արարք է։ Դետեկտիվը իրավունք չունի մտնելու անձնական տարածք, այսինքն տարածք, որը դիտարկվում է որպես տվյալ անձի, տվյալ մարդու անձնական տիրույթ։ Դա կոպիտ ասած ննջարան մտնել չի կարելի կամ իր սեփական տարածք մտնել չի կարելի։ Այն տեղեկատվությունը, որը իր անձնականն է, դա իրավունք չունես խախտելու մարդու անձնական տիրույթ, անձին հետևել, շատ ժամանակ կարծիք ունեն, որ դետեկտիվը ֆոտոապարատը կամ բինոկլ առած, փողոցում քայլում է, հետևում է, նկարում է, ձայնագրում է, չէ։ Այդ բոլորը քրեորեն հետապնդելի հանցագործություններ են։ Բոլոր ժողովուրդը թող իմանա, թե որևէ մեկ իրանց հանդեպ նման գործողություն կանի, դա քրեորեն հետապնդելի հանցագործություն է։ Դա կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով եւ դրա իրավունքն ունեն միայն պետական մարմինները։ Դետեկտիվների համար Հայաստանում հստակ օրենսդրական դաշտ գոյություն չունի։ Ինչպես են գործում։ Մենք ներկայումս մեր գործունեությունը ծավալում ենք, ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քրեական օրենսգրքի, քրեական դատավարության, օրենսգրքի քաղաքացիական դատավարության, օրենսգրքի եւ այլ իրավական նորմատիվ ակտերի շրջանակներում։ Մշակում ենք հիմա մասնավոր դետեկտիվ գործունեության մասին օրենքի նախագիծը, օրենսդրական ակտը, որը մոտարկված է բավականին ամերիկյան օրենսդրությանը, լավագույնն աշխարհում, դա ամերիկյան դետեկտիվների վերաբերյալ օրենսդրությունն է, եւ հուսով ենք ինչով է լավ, վճկուն է ավելի թե տեսեք, մասնավոր դետեկտիվը ունի բավականին հետաքրքիր համ պարտականություններն է դետեկտիվի շատ, համ իրավունքները։ Եվ այդ իրավունքների շրջանակում դետեկտիվը կարողանում է իրականացնել այն գործողությունները, որը հասարակության մեջ պահանջված են, թե կազմակերպությունների համար, թե այսինքն ինքը իր
ֆունկցիոնալ է ինչով որ նախատեսված է իր էությամբ, ինքը կարողանում է այդ ամենը ապահովել։ Հիմա մենք այդ օրենսդրությունը, մեր նախագիծը նմանեցնում ենք եւ մոտարկել ենք, մշակել ենք ամերիկյան մոդելով, որը բավականին լավն է։ Ես կռահում եմ, որ հիմա շատ-շատերին է հետաքրքրում, թե ինչ մատչելի է արդյոք ձեր ծառայությունը։ Մեր ծառայությունները ցանկացած քաղաքացի կարող է դիմել ձեզ եւ օգտվել ձեր ծառայություններից։ Միանշանակ կարամ այսպեսի մի հետաքրքիր բան ասեմ։ Երևի թե եզակի բիզնեսներից մեկն է մեր կազմակերպությունը, որտեղ խորհրդատվությունը անվճար է։ Նույնիսկ մարդու հետ մենք կարող ենք 4 ժամ զրուցել, խորհրդատվության արդյունքում իրան ճանապարհել եւ ինքը ոչ մի կոպեկ չվճարի։ Միայն ժպտա ու հեռանա մեր մոտից։ Ինչ ուղղվածության խորհուրդներ եք տալիս։ Սկսած օրինակ իր սոցիալական ցանցի account-ները հիմնական խնդիրը որ գալիս են մեր մոտ image-ը ջարդել են կամ իմ fake edge-ով իմ մասին վատ բաներ են գրում ոնց պաշտպանեն ինչ անեն կամ օգնում ենք իրանց դիմում ենք մեր միջազգային գործընկերներին խնդրում ենք աջակցեն ու ստացվում է ոնց որ այդ հիմնական այդ խնդիրներով կենցաղային խնդիրներով օրինակ չգիտեմ մեքենաս կասկածում են որ ինչ որ բան կա ինձ հետևում են էս են անում խորհուրդ ենք տալիս ինչպես իրանց հասարակ մինիմալ կենցաղային անվտանգության մակարդակում իրենց կարողանան դրսևորեն շատ ժամանակ գալիս են ասում են սա ենք ուզում նա ենք ուզում բան ասում ենք ժողովուրդ դրանով մենք չենք զբաղվում բայց ես խորհուրդ կտան գնացեք սա արեք սա արեք սա արեք խորհուրդները չօգնելու դեպքում նոր արդեն որոշում են դիմել ձեզ նայեք խորհրդատվությունից հետո նախնական խորհրդատվությունից եւ զրույցից հետո արդեն ձևավորվում է հաճախորդի кейսը այսինքն իրեն ինչա պետք օրինակ վերջին դեպքերից մեկը փնտրում էր իր ընկերուհուն որին 30 տարի տեղեկություն չուներ դպրոցական ընկերուն առաջի սիրուն ասենց ասեմ ուներ դպրոցական նկարը ուներ անունը ազգանունն էլ չէր հիշում նույնիսկ մենք մեր գործընկերների միջոցով արդեն кейսեր այդ աղջկան գտանք հայտնաբերեցինք հեռախոսը հայտնաբերեցինք ցանցերը հայտնաբերեցինք սոցիալական աղջկա հետ կապվեցինք ասեցինք որ քո դասարանցի X ուզում է քո հետ շփվի ինքը համաձայնությունը տվեց տեղեկատվությունը փոխանցեցինք X-ին կներեք իմիջիալուց հիմա իրանք համարյա ամուսնանում են դետեկտիվի աշխատանքով զբաղվելու համար ինչ է անհրաժեշտ ում առջև են ձեր դռները բաց նկատի ունեմ ովքեր կարող են դառնալ մասնավոր դետեկտիվ եթե չկա դպրոց օրենսդրական դաշտը դեռ կարգավորված չի մասնավոր դետեկտիվ այսօր մենք ճանաչելիությունը հենց մեծացրել ենք նրանով մեր ներկայությամբ եւ մեր գործողություններով որ հետաքրքրությունը մեծացել է շատ են հետաքրքրված անձինք տարբեր տարիքի, տարբեր սեռի մենք նախատեսում ենք ստեղծել մասնավոր դետեկտիվների բարձրագույն դպրոց մենք դա ավարտել ենք Սանկտ Պետերբուրգի բարձրագույն դպրոցը ես, եղբայրս եւ որդիս եւ ունենք դետեկտիվի որակավորում բացի մեր հիմնական կրթությունը մենք ստացել ենք նաեւ սերտիֆիկացիա մասնավոր դետեկտիվի նմանատիպ դպրոցներ կան Բրիտանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ շատ առաջադեմ պետություններում կան մենք նախատեսում ենք այդ փորձը բերել Հայաստան ստեղծել եթե ոչ մեր դպրոցը, ապա բարձրագույն հաստատություններից ուսումնական մեկում ստեղծել ուսումնական կուրս, որտեղ մենք կհրավիրենք լավագույն փորձառու մասնագետներին, ինչպես նաև մենք դասընթացներ կտանք եւ մեր հետաքրքրվող ձեր նշած անձինք ավարտելուց հետո սերտիֆիկացիա կստանան եւ կփորձեն դառնալ դետեկտիվ։ Այսինքն միայն իրավաբանական կրթությունը բավարար չէ դետեկտիվ աշխատելու համար։ Նայեք, օրենքի շրջանակում, որը նույն նախագծի շրջանակում, ասենց է, միջազգային պրակտիկայում այսպես է, կամ իրավապահ համակարգի նախկին աշխատակից որոշակի ստաժով։ Իրավաբանական կամ տնտեսագիտական ֆինանսական կրթություն, ասենց գնում է այդպես, եւ դետեկտիվական կրթություն։ Այսինքն եթե ունի կամ, այս կամերով է գնում իրավաբանական, այսինքն բարձրագույն կրթությունն ու իրավապահ համակարգի աշխատակից լինելը եւով է։ Դրանից բացի կամ մարդիկ, ովքեր անցել են այդ կուրսերը, ստացել են դետեկտիվի սերտիֆիկացիա եւ իրանք կարող են արդեն դառնալ դետեկտիվ։ Ինչ չի անում դետեկտիվը։ Հայաստանի Հանրապետությունում դետեկտիվը անձին չի հետևում, չի հետապնդում, չի հետամտում, չի նկարահանում, չի ձայնագրում, անձնական տիրույթ չի մտնում։
սահմանափակվում է բաց հանրային աղբյուրներով հետախուզությամբ, դա կոչվում է open source intelligence-ի։ Մենք իրականացնում ենք բացարձակ այդ եղանակ։ Արդյոք դա արդյունավետ է, եթե չեք նկարում, չեք հետևում եւ այլն եւ այլն։ Մենք լինելով դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ եւ մի շարք այլ հանրաճանաչ ասոցիացիաների եւ միությունների անդամ, ունենք հասանելիություն շատ հետաքրքիր բաց աղբյուրների, որոնց մյուսները չունեն հասանելիություն։ Այսինքն դժվար է գտնել դրանք։ Դրանք կան ինտերնետի տիրույթում, բայց խոսենք այս դեպքում ձեր բացահայտած բիզնես քեյսերի մասին։ Ինչ բացահայտումներ եք արել։ Մեր ամենահետաքրքիր եւ իմ համար ամենահպարտանալի քեյսերից մեկը Forbes-ի լավագույն հնգյակում գտնվող կազմակերպություններից մեկի պատվերով հետաքննության իրականացումներ, որի արդյունքում մի քիչ ցավալի էր 25 զեղծարար հայերին հայտնաբերել, բայց հիմա հայտնաբերեցինք, արել ենք բոլորին գտանք եւ նաեւ իրենց մի մեր կողմից գործողություն կատարեցինք, համոզեցինք պատվիրատուին, որ մենք նենց կանենք, որ այդ մարդիկ այլևս քո հանդեպ գործողություն չեն անի, դու էլ իրանցից chargeback չանես, այսինքն փողի վերադարձ չուզես։ Այդ ջենտլմենական պայմանավորության շրջանակներում մերոնք օքեյ ժողովուրդը ասացին մենք չենք անի այլևս, այդ հիմնարկին կմոռանանք, նրանք էլ զարմանալով եւ ուրախացած ասացին շնորհակալություն, մենք էլ մեր պայմանն ենք պահում։ Մենք ունենք նաև մի հանրաճանաչ պարֆումերիային ընկերություն, որը դիմել է նորից մեզ, ու արդեն դա ռեգիոնալ հետաքննություն ենք արել եւ Արևան Վրաստանում հայտնաբերեցինք մեր գործընկերների հետ միասին կեղծ արտադրամաս պարֆումերիայի, որը աշխատանքը դադարեցվեց, սահմանափակվեց եւ անպատասխան իրավական ընթացակարգ։ Ձեզ կարող են դիմել, այսինքն ստացվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանից, Ամերիկայից օրինակ, Գերմանիայից եւ Ռուսաստանից։ Տեսեք, ես հանդիսանում եմ մասնավոր դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի դեսպանը ռեգիոնում, Անդրկովկաս, Միջին Ասիա։ Եվ ես ունեմ այդ լիազորությունների շրջանակում բավականին մեծ ճանաչելիություն։ Նաև հանդիսանում եմ մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը։ Այդ ասոցիացիան ԱՊՀ-ն է սպասարկում, նախկին ԽՍՀՄ պետությունները։ Եվ մեր միջև շատ արագ կապը աշխատում է։ Օրինակ, եթե ամերիկացիները ունեն խնդիր Վրաստանում կամ օրինակ ռուսները ունեն խնդիր, չգիտեմ, Ղազախստանում, այդ ժամանակ իրանք ընտրում են այն դետեկտիվին կամ այն կազմակերպությանը, որ ունի բավականին բարձր ռեպուտացիա, որը բարևարք է եւ հանրաճանաչ լավ կեյսեր ունի, եւ այդ ժամանակ մեզ են դիմում, մենք փորձում ենք իրականացնել մեր պարագայում նոմենկլատուրային քաշքշուկներ չկան, այսինքն պետական մարմինների պես չի, որ զեկուցագիր գրես, ղեկավարությունը թույլատրի եւ այլն։ Ուղղակի հեռախոսը վերցնում եմ, զանգում եմ Իվանին, Ջոնին, Պողոսին, Պետրոսին ու մեր հարցը լուծում ենք։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մասնավոր դետեկտիվը ոչ թե կինոհերոս է, այլ իրական մասնագետ, որը կարող է օգնել մարդկանց գտնել ճշմարտությունը, թե ինչ ճանապարհ կանցնի այս մասնագիտությունը Հայաստանում, ցույց կտա ժամանակը, բայց այսօր արդեն պարզ է, հետաքրքրությունը մեծ է։ Մենք զրուցում էինք առաջին մասնավոր դետեկտիվ Հայկ Գաբրիելյանի հետ։ Ցտեսություն։